Լեո Մեսին շարունակում է օգտագործել սուպեր կոճակն ու միանալ ամենաանհրաժեշտ պահին։ Այլ թիմերի, այլ հավաքականների առաջատարները այդպիսի ունակություն դեռ չեն ձևավորել։ Օրինակ, ինչու Ջուդ Բելինգեմը չափալախեց վզակոթին արգենտինացի ջահել ֆուտբոլիստի։ Ինչու Կիլիան Մբապեի փառահեղ ուղին ավարտվեց, երբ նա ցանկանում էր անցնել Սիմոնեի վրայով։ Այդ ինչուների արդյունքում կատարվեց նախախնամությունը։ Նրանք նորից կհանդիպեն, բայց դժվար թե Մեսին լողացնի էլի։ Սկսենք Ֆրանսիա-Իսպանիա խաղից, որի շուրջ ինտրիգները շատ էին ու շատ-շատերը նշում էին, որ հենց Ֆրանսիան է կատարյալ ֆավորիտը, որովհետև նա ուղղակի ջարդել փշրել էր նախորդ մրցակիցներին, երևի թե աշխարհում մենք էինք միակը, որ այդպես չէինք կարծում, թե ինչու հիմա կբացատրեմ։ Ֆրանսիայի հավաքականի հարձակման գիծը ուղղակի կատարյալ մոնստր էր հիշեցնում ամբողջ մրցաշարի ընթացքում, բացառությամբ մի փուճուր դրվագների, օրինակ Սենեգալի դեմ առաջին խաղակեսի եւ Նորվեգիայի դեմ։ Դե Պարագվայը չեմ ասում, որովհետեւ այնտեղ ոչ ֆուտբոլային դրվագները շատ էին։ Կիլիան Մբապե, Դեմբելե, Օլիսե, Բարկոլա, Դուե, այսպիսի հարձակվողներով Ֆրանսիայի հավաքականը ուղղակի չէր նկատում մրցակիցներին ու մեկը մյուսի հետևից համոզիչ հաղթանակներ էր տանում, չնայած որ մենք ավելի վաղ նշել էինք նրանց թույլ կողմը։ Ֆրանսիայի հավաքականը որպես հրեշ շատ արագ թևերը կոտրեց եւ գլուխը պոկվեց Իսպանիայի դեմ խաղում, ու դա շատ տրամաբանական է, քանի որ դա մենք ասել ենք մրցաշարի ամենասկզբում, եկեք վերհիշենք։ Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Ֆրանսիայի հավաքականը իր ներուժով այս անգամ չեմպիոնական չի, որովհետև կենտրոնում խնդիրներ կան ամեն դեպքում ու դրանք կերևան։ Այո, հարգելի ընկերներ, խմբային փուլում Սենեգալի դեմ խաղը, Նորվեգիայի դեմը, որտեղ Տոլե Սոլբակեն երկրորդ կազմն էր կարելի ասել դուրս բերել, ֆրանսիացիները կենտրոնում շատ մեծ խնդիրներ էին ունենում, շատ պահեր էին բաց թողում սեփական դարպասին։ Սենեգալի հետ ընդհանրապես առաջին խաղակեսում, եթե աֆրիկացիների պահերը գնային, նրանք հնարավոր է երկրորդ տեղով անգամ անցնեին, ինչպես տեսանք չեղավ եւ նրանք հասան մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց սպասում էր Իսպանիայի հավաքականը, որը իհարկե ուներ այդ հակաթույնը ֆրանսիականը գերհզոր հարձակման գծին ոչնչացնելու համար։ Եվ դա միանշանակ կենտրոնն էր, գնդակի տոտալ տիրապետությունը, ինչը իսպանացիները անում են աշխարհում երևի թե ամենալավը, զրկել արձակվողներից գնդակից, տարածությունից ու նրանք կոչնչացնան ինքնաբերաբար։ Նույն Օլիսեն, որը իդեպ ես չէի ուզում ձեր տրամադրությունը փչացնել, բայց նա հզոր մրցակիցների դեմ այնքան ֆանտաստիկագույն չի, որքան նրան ասում են։ Վերցրեք օրինակ Ռեալի դեմ պատասխան խաղը Չեմպիոնների լիգայում։ Արդյոք նա ամբողջ խաղի ընթացքում ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում։ Ես չէի ասի։ Նա միայն բացվեց, երբ Կամավինգան կարմիր քարտ ստացավ եւ խփեց այդ գոլը, բայց անձամբ իմ կարծիքով, չկասկածելով նրա հնարավորությունների վրա, բայց դեռ մեծ մրցակիցների դեմ նա կախում է, ինչպես Իսպանիայի դեմ։ Իսպանիայի դեմ խաղում նրանք ոչինչ չկարողացան անել, որովհետև ուղղակի Լուիս դե լա Ֆուենտեն կազմակերպել է այնպիսի մի մեխանիզմ, որը չունի մշտական, կարելի է ասել, չունի մշտական օղակներ, որովհետև Պեդրիի պես ֆուտբոլիստը մնացել էր պայստայինների նստարանում, որովհետև օբյեկտիվորեն նա այս մրցաշարը տապալում է եւ լավ չի խաղում։ Բայց խաղում է Ֆաբիան Ռուիսը, Դանի Օլմոն ու պատկերացրեք, որ նրանք տալիս են այն արդյունքը, որը պետք է Իսպանիայի հավաքականին։ Եթե նայում ենք վիճակագրական տվյալներին, ապա այնտեղ էլ Իսպանիայի հավաքականը ունի կատարյալ առավելություն։ Իմ կարծիքով թվերին
Ընդհանրապես պետք էլ չի նայել, ընդամենը պետք էր նայել խաղը եւ տեսնել թե ինչքան անկարող էին ֆրանսիացիները, հատկապես դաշտի կենտրոնում։ Ուղղակի դա իսպանացիների փառահեղ խաղն էր ֆրանսիացիների ֆիասկոյի ֆոնին։ Ու սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլը մեխանիզմ է, ֆուտբոլը գնում է դրան կամ արդեն գնացել հասել է։ Էնպես որ պետքա շատ լավ հասկանալ, որ կարգապահությունը առաջին տեղում է, որտեղ անգամ վառ անհատականությունները պետք է աշխատեն ընդհանուրի համար։ Ինչպես օրինակ Լամին Յամալը։ Նա նորից եմ կրկնում, իր լավագույն մարզավիճակում չի, լավագույն խաղը չի խաղում, ինչպես խաղում էր Բարսելոնայում կամ 2 տարի առաջ Եվրոպայի առաջնությանը, բայց այստեղ ուրիշ խնդիր է լուծվում, նա խաղում է թիմի վրա եւ դա նրան շատ ավելի շքեղ է դարձնում։ Ինչ արեցին Պեդրո Պորոյի գոլի ժամանակ, ուղղակի լացեցին, ծաղրեցին ֆրանսիացիներին։ Դա բառերով բացատրելու չի։ Պետք է առանձին անդրադառնալ իհարկե Կիլիան Մբապեին, որի ուղղակի համբավը հասել էր պիկին եւ նա առաջնորդում էր իր թիմին, այնպես կարծես ոչինչ չի եղել, անգամ եղան հասունության, վերջնական հասունության նշաններ Պարագվայի դեմ խաղում, որտեղ այդ կեղտոտ խաղին նրանք կոնկրետ նա ժպիտներով էր պատասխանում եւ չէր տրվում սադրանքներին։ Իսպանիայի հավաքականը նույնպես նրան զրկեց իրենց ֆուտբոլը խաղալուց, բայց արդեն ոչ թե հակաֆուտբոլային, այլ ֆուտբոլային ձևով ու դա արդեն իսկ ունից հանեց ֆրանսիացուն, ինչքան ուժեղ էր պուճուրիկ ֆուտբոլիստներով Իսպանիայի հավաքականը գերհզոր եւ հաղթանդամ ֆրանսիացիների դեմ։ Իհարկե այդպիսի խաղը Լուիս դե լա Ֆուենտեին տվեց իրավունք մի փոքր կծողական մոտենալ, նա խաղից հետո ասել է, որ իրենք խաղում էին աշխարհի լավագույն հավաքականներից մեկի դեմ, բայց իրենք են լավագույնը։ Իսկ ահա Դիդիե Դեշամի համար սա դարձավ վերջին խաղը հավաքականի կազմում։ Տխուր ստացվեց, շատ տխուր ստացվեց, բայց իհարկե պետքա ընդունել, որ այս մասնագետը Ֆրանսիայի հավաքականի հետ շատ մեծ բարձունքի հասավ աշխարհի առաջնություն հաղթելով, բայց դա չի նշանակում, որ նա խուսափում է մամուլի քննադատություններից, Ֆրանսիայում սպասում էին չեմպիոնության, իսկ նրանք դուրս են մնում կիսաեզրափակչից, դրա համար ֆրանսիական մամուլը իհարկե քարկոծում է Դեշամին, որովհետև նրանք չկարողացան հակախաղ գտնել իսպանական կատարյալ առավելության դեմ։ Իհարկե այդ պրեսինգը շատ ավելի թեթև էր, քան իսպանականը խաղադաշտում։ Դե ոչինչ, հեսա Զիդանը կգա, սաղ կդզի։ Այ բարեկամս, այդտեղ էլ մի փոքր խնդիր կա։ Բանն այն է, որ Զիդանի նշանակումը մի քիչ ձգձգվում է, որովհետև կան խնդիրներ։ Օրինակ L'Equipe ֆրանսիական այդ հայտնի պարբերականը նշում է, որ Զիդանի նշանակման հետ կան խնդիրներ, քանի որ աշխատավարձի չափը ֆրանսիական սպորտային մարմինների կառավարման մարմինների կողմից սահմանվել է 440,000 եվրո տարեկան, ինչը շատ ավելի քիչ է, քան Դեշամինը։ Դրա համար այնտեղ մի քիչ խնդիրները կան, բյուրոկրատիա է, Ֆրանսիայում էլ կա ճգնաժամ, փողի խնդիր։ Կրուասանները լավ չեն վաճառվում, այսպես ասած։ Ինչ էր կատարվում Ֆրանսիայում եւ Իսպանիայում խաղի ընթացքում եւ դրանից հետո։ Օրինակ, Իսպանիայում շատ ուրախ էին տրամաբանորեն, իսկ ահա Ֆրանսիայում նույնպես ուրախ էին, բայց խաղից առաջ խաղի քանի խաղը շարունակվում էր, ֆրանսիացիները տխրում էին։ Ասում են մարդկանց քանակությունը փաբերում, փողոցներում տեղ ու դադար չի եղել, պատկերացրեք, նրանք սպասում էին երրորդ անընդմեջ եզրափակչին, արդեն ասացինք ինչ եղավ։ Դրա համար մարդիկ շատ հիասթափված այդ օրը գնացին տուն ու 9 ամիս հետո Ֆրանսիայում շատ քիչ երեխաներ կծնվեն։ Դե համեմատությունները դզում են էլի։ Բայց ահա համեմատելու ոչինչ չկա Լեո Մեսսի ֆակտորի համար այս աշխարհի առաջնությանը, թե ինչու
մի քիչ ուշ կիմանանք։ Արգենտինա-Անգլիա պատմական բազում ակնարկներ White ամենով ոգևորված Զլատան Իբրահիմովիչը խաղից առաջ ասաց, որ 86-ին նրանք տեսան Մարադոնայի աջ ձեռքը, Աստծո ձեռքը, իսկ այսօր կտեսնեն Աստծո ձախ ոտքը։ Անգլիացիները նոր մենեջերի գլխավորությամբ եկան աշխարհի առաջնություն, շատ ծանր պայքարում հասան կիսաեզրափակիչ և հանդիպեցին Արգենտինային։ Նույնը կարելի է ասել արգենտինացիների մասին, նրանց ճանապարհը նույնպես շատ ծանր էր, նույնպես շատ մեծ քննադատություններ հակառակորդների կողմից, թե բա խաղը սարքած է, խաղը առած է, Լեո Մեսսին տանում են առաջ եւ այլն եւ այլն։ Այդ ամենի ֆոնին անգլիացիները շատ մեծ արագությամբ եւ մեծ ցանկությամբ ուզում էին վերցնել խաղը իրենց ձեռքը եւ ընդհանուր առմամբ առաջին խաղակեսն այդպես էլ անցավ, նրանք որոշակի առավելություն ունեին, բայց արգենտինացիները շատ միահամուռ ամրակուր ձևով պաշտպանվում էին։ Այ երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեում Արգենտինայի հավաքականի պաշտպանությունը առաջին անգամ փլուզվեց այս խաղում եւ Էնթոնի Գորդոնը աջ եզրից եկած փոխանցումը եզրափակեց ու Անգլիայի հավաքականը առաջ անցավ։ Ու այստեղ տրամաբանական կլիներ, որ Թոմաս Տուխելը հրահանգ կտա շարունակել process-ը, ավելացնել հաջողությունը, բայց արի ու տես, որ նրանք որոշեցին պաշտպանվել։ Ու այստեղ առաջ եկավ մի շատ միստիկ գաղափար. արդյոք Թոմաս Տուխելի դեմքի տակ թաքնված է Գարեթ Սաութգեյթը, որովհետև այդ խեղճ հալիֆին տարիներ շարունակ քննադատում ու դատապետում էին պաշտպանողական ֆուտբոլ խաղալու համար։ Առաջ անցնելով ասեմ, որ Հարի Քեյնը խաղից հետո բողոքեց այդ նույն թեմայով, ասելով, որ առաջին գոլից հետո նրանք շատ էին մտել սեփական դարպասն ու կերան, թե ինչ կերան գլոբ։ Արգենտինայի հավաքականը այդ գոլից հետո ուղղակի կերպարանափոխվեց, նրանք կարծես կատաղեցին, թե ինչ գրոհներ էին անցկացնում, ամենակարևորը ամենատարբեր տեսակի, սկզբում փորձում էին կենտրոնով ներքևից, հետո փորձում էին եզրից փոխանցումներով, որոնք Պիկֆորդը արա այդքանի հատ փրկեց ու դա ուղղակի պատմական էր, թվում էր, թե այդ սեյվերը Պիկֆորդի կոգևորեն անգլիացիներին ու նրանք դաշտում կխաղան վերջապես, բայց ոչ, Արգենտինան գնդակ չէր տալիս բացարձակապես, նրանք խաղում էին ամեն մեկը իր տեղում որպես մոնստր։ Ու այստեղ շատ կարևոր նկատառում, բոլորը չէ, որ խաղում էին Մեսսիի վրա։ Մեսսին ընդհանրապես մինչև իր չրթիկը միացնելը կրկին շատ վատ խաղ էր անցկացնում, նրա անցումները չէին ստացվում, փոխանցումները նույնպես եւ անգամ գնդակներ էր կորցնում, որոնք կարող էին գոլի վերածվել, բայց էտա էս ֆուտբոլիստի ֆենոմենը։ Նա միանում է այն ժամանակ, երբ որ դրա անհրաժեշտությունը ամենապետքն է։ Ու այս խաղում նույնպես դա եղավ։ Երկու գոլային փոխանցում, նախ Էնցո Ֆերնանդեսին, հետո էլ Լաուտարո Մարտինեսին, թե ինչ փոխանցում էր դա, տեսեք։ Նա դա կատարում է աջ ոտքով։ Ու հիշենք Զլատանի խոսքերը, երբ ասում էր կտեսնեն ձախ ոտքը Աստծո։ Փաստորեն ստացվեց տեսան աջ ոտքը։ Արա, բայց անգլիացիները խաղից առաջ կրել էին։ Ինչ էին կրել գլոբ։ Խնդրեմ։ Shot at rather a speed. That's the England bus. And it's not only catching up, actually, it's overtaking. England overtaking Argentina in a bus? Oh my goodness. There, but that's not going to happen on the pitch. Two Okay. balls on a hill. Արա, հա, էլի։ Ավտոբուսով խաղից առաջ կրել էին։ Ու երբ Արգենտինան տոնում էր հաջողությունը արդեն եզրափակիչ սուլիչից հետո Ջուդ Բելինգեմի նյարդերը տեղի տվեցին եւ նա տոնակատարությունների են բուրըն պահին մի հատ ճտացրեց երիտասարդ ֆուտբոլիստի վզակոթին Արգենտինայի հավաքականի ու դա շատ մեծ բուրըն քննարկումների առարկա դարձավ, թե ինչու Բելինգեմը այդպիսի բան արեց, արդյոք այդ երիտասարդ ռիժին ինչ որ բան էր ասել, բայց ոչ, նա ընդամենը տոնում էր իր թիմի հաջողությունը, բայց Բելինգեմը դա
չկարողացավ տանել ու հարվածեց։ Իհարկե խաղից հետո նա ներողություն խնդրեց ձեռքը սեղմելով այդ պատանու, որի անունը այս պահին չեմ հիշում, կներեք։ Այդ միջադեպը ամբողջությամբ ցույց տվեց Անգլիայի հավաքականի անկարողությունը այդ խաղում, հատկապես երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածում։ Դա կարելի ասել նույնն էր, ինչ որ Կիլիան Մբապեի պահվածքը Ունայ Սիմոնի հետ պայքարում։ Եվս մեկ անգամ Լեո Մեսսիի բանդան, որը ուղղակի սքանչելի տեսք ունի, հաղթեց միասնականության շնորհիվ։ Իհարկե արգենտինացու ֆակտորը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև նա ոչ թե կանգնում ու սպասում է գնդակների, այլ գրեթե ամբողջ խաղի ընթացքում, չնայած նրան, որ շատ է սխալվում, բայց խաղի էպիկենտրոնում է, վերցնում է պատասխանատվությունը իր վրա, ինչպես լավագույն տարիներին ու պդվադից չի անում ամենապատասխանատու պահերին։ Սա է նրան առանձնացնում մնացած բոլոր ֆուտբոլիստներից, որոնք իրենց թիմերի առաջատարներն են համարվում։ Եվ դա չնկատել, դա չընդունել ուղղակի անհնար է։ Այ լավ տեղ է աշխարհի առողջության եզրափակիչը, որտեղ կհանդիպեն, վերջապես կհանդիպեն Արգենտինան եւ Իսպանիան։ Ես այդ խաղը ուզում եմ պատկերացնել, որ ավելի լավը կլինի, քան նախորդ մունդիալի եզրափակիչը Ֆրանսիայի ու Արգենտինայի միջև։ Շատ գոլեր, ֆանտաստիկ մթնոլորտ ու աներևակայելի տոն ֆուտբոլային հանրության համար։ Շատ հետաքրքիր է լինելու։ Ես հուսով եմ, որ դուք ձեր կարծիքը կգրեք մեկնաբանություններում ու մենք կքննարկենք դա։ Բան Նեյմարի կայֆերը յախտայի վրա։ Այ դրա մասին կխոսենք հաջորդ թողարկմանը շատ մանրամասն, այնպես որ բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք։ Ինչպես նաև ասեմ, որ շատ շուտով, արդեն կարծում եմ այս շաբաթվանից մենք կունենանք live stream-էր, որտեղ կխոսենք շատ հետաքրքիր բաների մասին, կնայենք ավելի ճիշտ, կարծում եմ ձեզ շատ հետաքրքիր կլինի, ասեմ, որ դա լինելու է ինքնակնդատություն, самокритичный կրիծին։ Մի խոսքով, կհանդիպենք շատ շուտով, կայֆ ալնելու։